Ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, կրկին թե 5 շաբթին է եւ այսօր եւս խոսելու ենք Արմաթում երեխաների հաջողությունների եւ մրցույթներում միջազգային մասնակցության մասին։ Ես Մայան եմ, Հայկական ազգային ճարտարագիտական կրթության Արմաթ ծրագրի ղեկավարը եւ այսօր իմ հյուրերը մեր արմաթցիներն են, ողջույն երեխաներ։ Յուրիկը եւ Մարին մեր այս տարվա միջազգային մրցույթների մասնակիցներից են տարբեր թիմերով եւ կխնդրեմ ամեն մեկը ներկայացնեք ձեզ, որ դպրոց եք հաճախում, որ արմաթ եւ այս տարի միջազգային որ մրցույթին եք մասնակցել։ Ես Մարին եմ, 15 տարեկան, սովորում եմ Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացված դպրոցում եւ արմաթ եմ հաճախում Երևանի համար 131 դպրոցում։ Ինչքան ժամանակ? Գրեթե 1.5 տարի եւ այս տարի մասնակցել եմ First Global Challenge մրցույթին։ Շատ լավ, Մարի ջան։ Ես Յուրիկն եմ 17 տարեկան, հաճախում եմ Գյումրու համարտիչնակարգ դպրոցը, արմաթ հաճախում եմ նույն դպրոցում, այս տարի մասնակցել եմ First Robotics Competition-ին ԱՄՆ-ում, որի ռեգիոնալ փուլը տեղի ունեցել Լոս Անջելեսում, իսկ եզրափակիչ փուլը տեղի ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ մանրամասն ասացիք այս հարցի պատասխանը։ Հիմա ուզում եմ սկսենք այնտեղից, թե նախ ոնց եք որոշել ու ոնց եք հայտնվել արմաթում, այս խոսենք, հետո գանք, թե արմաթից ոնց գնացիք միջազգային այսքան մեծ մրցույթների։ Մարի, դու ոնց ես հայտնվել արմաթում, ոնց է այդ որոշումը քո մոտ եկել։ Արմաթ հաճախել եմ սկսած 2019 թվականից, այդ ժամանակվանից սեր եմ ունեցել համակարգիչների եւ ծրագրավորման հետ, եւ իմանալով, որ մեր դպրոցում պետք է բացվի արմաթ, որտեղ սովորեցնում են ծրագրավորում ռոբոտաշինություն, որոշեցի գրանցվեմ եւ մասնակցեմ արմաթին։ Այ ասում ես 2019 թվականից ու բավականին երկար ժամանակահատված է, ինչն է քեզ պահել այդքան ժամանակ արմաթում ու որ հատվածն ես ամենաշատը սիրում այդ աշխատանոց մտնել, աշխատել, նախագծեր ստեղծել, այդ կոնտեքստում ինչն է քեզ ամենաշատը ոգևորում։ Արմաթը շատ է ոգևորում, իր կրթական ծրագրերը շատ հագեցված է ու բազմակողմանի ծրագրական ծրագրավորում, ռոբոտաշինություն ու ցանկացածը կարող են ընտրել այն, որը իրենց սրտին հոգեհարազատ է, ասած Ինձ ավելի շատ հոգեհարազատ էր ծրագրավորումը ռոբոտաշինությունը, քանի որ մրցումները կկազմակերպվեն ինչպես Robotics-ը, Digicode-ը եւ նույնիսկ Digitech-ը, այդ մենք հնարավորություն ենք ստացել այդ բոլոր մեր գիտեցած սովորած նյութերը ինչ որտեղ ցուցադրել, օգտագործել եւ ինչ ոչ նաեւ օգտագործել։ Իսկ քեզ համար որն է այդ մղիչ ուժը արմաթ գալու ու այնտեղ քեզ ինչն է ամենաշատը ոգևորում։ Նախ եւ առաջ ասեմ, որ ես էլ եմ սեր ունեցել մինչեւ արմաթը ծրագրավորման հանդեպ ու հենց 2023 թվականին, որ մեր դպրոցում բացվեց արմաթը, հենց բացման օրից սկսել եմ հաճախել ու ամեն շատ ինձ դուր եկել հենց ծրագրավորումն ու ինժեներությունը ռոբոտների հետ կապված ու արդեն մի քանի ամիս անց, երբ որ արդեն ավելի ենք խորացել ու գիտելիքներ ենք ձեռք բերել, արդեն ցանկություն կար մրցույթների տենց մասնակցել։ Ու ինձ ավելի շատ այդ ռոբոտներն են ավելի շատ այսպես ասած ձգում, հա, ու թիմային այդ աշխատանքը, թե ոնց ենք ամբողջ թիմով հավաքվում ռոբոտների վրա աշխատում, մեկը կոդ է գրում, մեկը միացումներ է անում։ Այ դուք որ նկարագրում եք, ես պատկերացնում եմ, որ աշխատանոցում շատ խառը իրավիճակը ամեն մեկը իր սիրած ուղղությամբ խորանում է նախագծերի մեջ, բայց ոնց հիմա զգում եմ, ավելի քիչ սիրում եք խոսել այդ մասին, քան տեղում գործ անել։ Նկատի ունեմ կենտրոնացած սիրում եք գլուխներդ կախ գործ անել, ոչ մեկի մաս չպատմել այդ մասին, բայց մրցույթներն ու միջոցառումները այն հարթակն են, որտեղ դուք ստիպված, ճակերտավոր ստիպված, նաև ներկայացնում եք այդ ամեն ինչը, ու պատահական չի ձեր միջազգային մրցույթների մասնակցությունը։ Ուզում եմ ամեն մեկը ձեր կողմից, ձեր տեսանկյունից ներկայացնեք այս տարվա ձեր այդ մեծ փորձառության մասը,
ոնց թիմ ձևավորվեց, դուք ինչպես ներգրավեցիք այդտեղ ու թիմի ներսում ոնց եք աշխատանքները կոորդինացնում, քանի որ դուք թարմ եք վերադարձել Պանամայից, Մարի ջան, խնդրում եմ ձեր թիմի մասով ներկայացնես։ Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, ընդգրկեմ, որ Մարին եւ Յուրիկը տարբեր երկու թիմերից են, որոնք երկու տարբեր մրցույթների են մասնակցել, հետեւաբար նրանց ամեն մեկի խոսքը մի թիմի, մի մրցույթի մասին է լինելու, այս մրցույթներն էլ տարբեր խնդիրներ էին լուծում եւ առավել մանրամասն կուզեմ հենց իրենք ներկայացնեն, այնպես որ լսենք սկզբում Մարիի պատմությունը ու իրենց թիմինը, որ վերջերս են վերադարձել Պանամայից, նաև հաջողության մասին եմ ուզում պատմես։ Մեր թիմը Գերերիկի գլխավորությամբ կազմավորվեց այս տարի օգոստոսի կեսերին ու թիմը կազմավորվեց 4 անդամներով, որոնք տարբեր մարզերից էին, Օնիկը, Վանիկը Գավառից, Դավիթը Թվինից, ես էլ Երևանից։ ու թիմի կազմավորումից հետո արդեն սեպտեմբերին սկսեցինք արդեն աշխատել ռոբոտի վրա ու արդեն իսկ բաշխված էր մեր դերերը, հա, այդ խմբում ես ծրագրավորողն էի, Դավիթը պատասխանատու էր ռոբոտի համար ամբողջ, նաև ինժեներներն էին, Վանիկը լինելու էր ռոբոտի վարողը, ինչպես նաև Օնիկի հետ միասին էլեկտրոնիկայի գծով պատասխանատուները։ Թիմում ընդհանրապես հակասություններ չեն եղել, ամեն մեկը իր մտածած լուծումներն առաջարկել ու բոլորն է փորձել ենք ու անգամ եթե չի ստացվել, այդ հնարավորությունը տվել, որ ավելի լավ լուծում գտնենք։ Արդեն 1.5 ամիս էր անցել, ինչ ռոբոտը արդեն պատրաստ էր ու արդեն փոքր թեթև մանրուքներ էր մնացել լուծելու ու արդեն երբ ամբողջությամբ պատրաստ էր ռոբոտը, կատարելու իր առաջադրանքը Պանամայում, նախ ներկայացում թե մրցույթը ինչի մասին էր։ Ինչ թեմայով էր այս տարվանը։ Այս տարվա First Global մրցույթը էկո հավասարակշռություն թեմայով էր։ Ռոբոտները նախ եւ առաջ պետք է կատարեին 4 գործողություն, որոնց մեկը մեծ գնդակները տանել գցել անցքի մեջն էին, անցքի մեջը, որը խորհրդանշում է որպես խոչընդոտ, այսինքն հեռացնում էին խոչընդոտը։ Դրանից հետո կար աքսելերատոր, որը պետք է պտտեցվեր, որպեսզի այդ փոքր գնդակները, որոնք խորհրդանշում էին էկո բազմազանության միավորներ, այսպես ասած, սկսեին արագ-արագ թափվել խաղադաշտի մեջ։ Դրանից հետո ռոբոտը պետք է հավաքեր գնդակները եւ հերթով նետեր 3 զամբյուղների մեջ ու հավասարակշռված այդ ամենը պետք է լիներ։ Ու մրցույթի վերջում ռոբոտները բոլոր պետք է բարձրանային պարանը, որը խորհրդանշում էր, որ իրենք պահպանում են պաշտպանությունը։ Ու մեր ռոբոտը արդեն պատրաստ էր այդ բոլոր գործողություններին ու մրցույթի ժամանակ երկու խումբ կար, կարմիր եւ կապույտ խմբերը բաժանված էին 3-3 երկրներով, այսինքն 3 երկիր, 3 երկրի դեմ էր մրցում։ Չնայած դեմ մրցելը սխալ է ստեղծված, որտեղ մենք ավելի շատ իրար հետ համագործակցում էինք ու ամեն մի ռոբոտ կատարում էր մի գործողություն։ Այսինքն այստեղ էլ էիք մրցույթի ներսում եւս ստրատեգիա եք դուք մյուս թիմերի հետ մշակում։ Այո։ Մարտավարություն մշակվում էր երկու հակադիր թիմերի հետ։ Իսկ մեր երկրի ներկայացրած ռոբոտը, ամեն երկրից մի ռոբոտ է, մի թիմա գնում մի ռոբոտով ու քանի երկիր էր մասնակցում ու մեր ռոբոտը մյուս թիմերի հետ համեմատած ինչով էր առանձնանում, ստեղ երևի նաև գալիս է այն կետը, որտեղ որ մենք մրցանակակիր ենք, այդ ուզում եմ առանձնահատկությունը նշես։ Ընդհանուր թվով 192 թիմեր էին 180 երկրից։ Մեր ռոբոտը շատ աչքեր ընկնում իր ինժեներական լուծումով, իր փոքրությամբ, որովհետև շատ ռոբոտներ կային, որ չափսերից դուրս էին, բայց մեր ռոբոտը փոքրիկ, կոմպակտ ու գումարած դրան կատարում էր բոլոր 4 գործողությունները։ Շատ քիչ էին այդպիսի ռոբոտներ, որ հենց 4-ն էլ կատարում էին, ու մեր ռոբոտը դրանով էր առանձնանում։ Ու մեր հաղթած անվանակարգը կոչվում է հմտություն եւ ճարտարագիտական լուծում։ Ժուրիներին հատկապես մեր ինժեներական լուծումն էր դուր եկել, ռոբոտի դիզայնը եւ հմտության առումով թե ինչքան արագ էր կատարում այդ բոլոր գործողությունները։ Ու այդ անվանակարգում էլ մենք երկրորդ տեղ զբաղեցրեցինք։
Իսկ մյուս թիմերը գալիս էին ձեր մոտ փորձի փոխանակման եւ ռոբոտները ուսումնասիրելու եւ այլն, այդ ներքին տրամադրությունը ինչպիսին էր։ Հա, լինում էր գալիս էին, խնդրում են որ լուսանկարեն ռոբոտին տարբեր կողմերից, հարցնում են թե ինչպես ենք աշխատացրել այս մեխանիզմը, ոնց են կոդը գրել ու տարբեր այդպիսի բաներ, որովհետեւ մեր ռոբոտը այդ ամենը 100%-ով կատարում էր ու այդ իրանց մոտ այնց բաներ առաջացում թե ոնց է լինում, ինչպես կարան իրանք էլ նույն ձև անեն։ Այսինքն մենք միջազգային հարթակում մեր թիմով ու մեր սարքած պրոդուկտով, ռոբոտով իր լուծումներով եւ ինժեներական խնդիրները լուծելու տեսանկյունից օրինակ էինք մյուս երկրների համար։ Ինչ երկրներ օրինակ կհիշես, որ գալիս էին կոնկրետ հիանալու մեզնով։ Տարբեր շատ էին իրականում, կհիշեմ Ավստրալիային։ Էլի տարբեր երկրներ կան, հիմա անունները չեմ հիշի, բայց շատ էին իրականում։ Ու հենց լուսանկարելու համար էին գալիս։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Յուրիկ ջան, դու 2 անգամ ես գնացել մրցույթի, մեկը այսպես ասած մարզային փուլ Ամերիկայում եւ մյուսը եզրափակիչ։ Ինչպես էր անցնում ձեր մրցույթը ու ինչ խնդիրներ պետք է լուծեր ռոբոտը, նույնը ոնց որ դիտարկենք Ամերիկայի մրցույթի մասով։ Ուրեմն մրցույթը, ինչպես ասացիք, բաղկացած էր 2 փուլից, ռեգիոնալ, այսպես ասած, մարզային եւ եզրափակիչ, ռեգիոնալ փուլում թիմերը ավելի քիչ էին, կոնկրետ որ մենք մասնակցել էինք 54 թիմային եւ վերջնական հաշվարկով մենք կարողացանք գրավել 4 տեղը եւ շահել ամենալավ սկսնակ թիմ մրցանակը։ Այդ մրցանակը տրվում է սկսնակ թիմերին, որոնք այսպես ասած աչքի են ընկել ժյուրիների աչքերին իրենց պատմություններով, իրենց ռոբոտով եւ իրենց խաղաոճով։ Թիմը կազմավորվել է 24 թվականի դեկտեմբերից, թիմում 15 հոգի էինք, եւ բոլորս տարբեր մարզերից էինք, Շիրակից էինք, Լոռուց եւ Տավուշից, եւ քանի որ պետք է միտեղ հավաքվեինք եւ կարողանանք ռոբոտը պատրաստել մրցույթի համար, մենք որոշեցինք, որ պետք է այդ բոլոր կազմակերպչական հարցերը կատարել Դիլիջանում, այսպիսով հենց առաջի օրը երբ որ գնացինք, միանգամից ծանոթացանք եւ ընկեր Շահենը միանգամից սկսավ գործի դրեց, կոպիտ ինչպես գործի դրեց։ Այսպիսով մեկ օրվա ընթացքում մենք կարողացանք ռոբոտի լրիվ հիմքը պատրաստել եւ մնացած օրերով մենք արդեն սկսեցինք զբաղվել հենց առաջադրանքը ինչպես կարելի է կատարել եւ ինչպես ավելի արագացնել ռոբոտը։ Իսկ առաջադրանքները կապված էին ավելի շատ ծովային թեմատիկայեր, կորալային ռիֆերի մասին էր։ Խաղը որպեսզի բաժնված էր 3 մասերից, առաջին մասը ծառանման մարմին էր տրված խաղատաշտի կենտրոնում, որտեղ պետք է կլանացև մարմիններ տեղադրենք այդ ծառերի վրա, երկրորդ մասը գնդակներով առաջադրանք էր, այդ գնդակները մենք պետք է վերցնենք եւ նետենք ցանցերի մեջ եւ վերջում պետք է այսպես ասած ծովից դուրս գալու համար պետք է վանտագից կախվենք, որ կարողանանք ազատվենք։ Ամեն առաջադրանքի համար տրվում էր միավոր իր կախված պարտությանը եւ ամենաբարձր միավոր մենք ստանում էինք վանտագից կախվելուց եւ քանի որ մեր ռոբոտը Հայաստանից էր, մենք ծով շատ ունենք, եւ դրա պատճառով մեր ռոբոտը ամենալավն էր կատարում այդ առաջադրանքը։ Իսկ թիմերը բաղկաց 2 կողմ էր մրցույթին, կաբուտները եւ կարմիրները, այս ամեն կողմ բաժնված էր 3 թիմերից, այդ թիմերը կապ չունեն թե որ ազգից են, որտեղից են եկել, ինչքանով են իրանք հմուտ, ինչքանով հմուտ չեն, եւ քանի որ մենք պետք է համագործակցեինք այդ 3 թիմերից իրար մեջ, մենք մինչեւ խաղը սկսվելը գնում էինք իրար ծանոթանում էինք եւ շոր ստրատեգիաներ էինք որոշում, թե ինչպես պետք է խաղանք այս խաղը, ով ինչ առաջադրանք պետք է անի եւ ինչ պետք է անի, որ մյուսներին չխանգարեն։ Երեխեք, իսկ մինչև գնալը ո՞րն էր ձեր սպասումը, այսինքն որքանով եք պատկերացնում ուր եք գնում, ինչ է սպասվում այնտեղ, ինչ արդյունք եք ունենալու, ուզում եմ մի հատ էմոցիաների տեսանկյունից նայենք, ինչ եք սպասում, Երևանից Պանամա, Երևանից Հյուսթոն, 600 թիմ ձեր դեպքում, չգիտեմ 190 թիմ ձեր դեպքում, ոնց եք ինչ սպասումներ ունեիք ու ինչ տեսակ։
Մենք ի սկզբանե մտածում ենք, որ ինչ որ միտեղ հաստատ կգրավենք, որտեղ մեր ռոբոտը իրոքից շատ լավ էր ամեն ինչ կատարում։ Ինձ թվում է այդպես էլ եղավ։ Էմոցիաները շատ էին, խոսքերով այսպես չեմ կարող նկարագրել, որովհետև բոլորս առաջին անգամ ենք գնում ու այնտեղ տարբեր երկրներից տարբեր մարդկանց ենք տենալու, տարբեր մարդկանց հետ ենք շփվելու, ճանապարհն էլ երկար Երևանից Պանամա։ Ու այնտեղ բազմաթիվ մարդիկ, տարբեր մշակութային ազգերից հավաքված մարդիկ էին մենակ մի նպատակի համար։ Որ ինչն էր, գիտելիքներ, համառությունը, ինժեներությունը, գիտելիքով իհարկե կիսվելը, ազգերի հետ ծանոթանալը, ուրիշ երկրների մշակույթը ճանաչելը, տարբեր գաղափարներ ունես մրցույթը, տարբեր գաղափարներով ենք մենք հավաքված այս մրցույթում։ Ու ամեն շատ ուշադրություն են դարձնում հաղորդակցմանը, թե երկու տարբեր ազգեր ինչպես են իրար հետ հաղորդակցվում, ոնց են ընդունում միմյանց մշակույթը։ Այսինքն մրցույթից դուրս նաև միջազգային այդ մթնոլորտում, այդ միջավայրում մեր ազգը ներկայացնելու եւ ուրիշ ազգերին ճանաչելու փորձառություն էր ձեր համար։ Այո, մեզ տրված էին տաղավարներ, որտեղ մենք պետք է այդպես գեղեցկացնենք, ցույց տանք Հայաստանի դրոշը, առարկաներ, որոնք Հայաստանն էին խորհրդանշում։ Մենք օրինակ մեր հետ տարել էինք հայկական գաթա, տարբեր վայրերից, տեսարժան վայրերից մագնիսներ, տարբեր քաղցրավենիքներ Հայաստանից տարված։ Ու նաև տարազով էիք ներկայանում, չէ՞, այդ մասն էլ մի հատ կներկայացնես օլիմպիական երթի նման, եթե տեսել եք մեր սոցիալական էջերում, այնտեղ մենք ունենք այդ շքերթից կադրեր ու ուզում եմ այդ պահին ձեր էմոցիաները տեսնեմ ինչպես են եղել։ Բացման արարողության ժամանակ այդ 190 թիմերը պետք է քայլեն հանդիսատեսի մոտով, ներկայացնելով իրենց ազգային հագուստը եւ ստացանելով իրենց դրոշը, ու մենք առաջիններից ենք, հագել ենք հայկական տարազ։ Կհիշես, որ տարածաշրջանից է, չէ։ Ու ամբողջ թիմով հագել ենք հայկական տարազ ու դրոշ ստացանելով ամբողջ դահլիճով, այսպես ասած, մանենք եկել ու ցույց ենք տվել Հայաստանի դրոշը։ Շնորհակալ եմ, Յուրիկ, քո սպասելիքներն ու փորձառությունը այնտեղից ինչպես էր։ Սպասելիքները իհարկե շատ բարձր են եղել, բայց երբ որ թիմով հավաքվել, ուսումնասիրում ենք անցած տարիների խաղերը, թե ինչպես են տեղի ունենում, սկզբից չենք հասկանում մասշտաբը, թե այդ ռոբոտները ինչպես այդ կարգի մեծ ռոբոտները այդպես փոքր դաշտում ինչպես կարող են մրցել, քանի որ կադրերը, որոնք մենք տեսնում էինք, շատ փոքր էին ու այդքան է որակով չէին, որ լրիվ հասկանայինք մասշտաբը մրցույթի, բայց երբ որ մենք հասանք ու սկսեցինք արդեն ուսումնասիրել դաշտերը, հասկացանք, որ բավականին մեծ է դաշտը, մեր պատկերացած չափով չեն եւ բավականաչափ տարածք կա կոպիտ ասած մանևրներ անելու եւ մյուսներին թեգուս խանգարելու եւ մեր թիմին օգնելու համար իսկ մրցույթի հետ կապված ամենահիշելի բանն էր, որ բացման արարողության ժամանակ հնչեց Հայաստանի օրդներկը այդ ամբողջ 600 թիմի առաջ։ Ու ես հիշում եմ այդտեղից կադրեր, որ մյուսներին ուղակի ձայնագրություն էր գնում, առաջի փուլում էր կարծեմ թե ու մերը ամբողջ թիմով բարձացակ բեմ եւ երգեցիք, այսինքն շատ եւ երևում էր կադրերից, որ դուք հուզված եք եւ էկրանից այս կողմ երբ որ մենք նայում էինք, նույնքան հուզումն առատ էր, որովհետեւ փոքր բեմ չէր ու ոլորտի լավագույն մրցույթներում ներկայանում էիք դուք թիմով, այս կողմից էլ մենք էինք հպարտանում։ Իսկ ուզում եմ գնացիք ինչ որ X սպասումներով, ապրեցիք այդ ամեն ինչը, լավ մրցանակներով հետ եկաք, այ հետ գալուց եւ ընտանիքի եւ թիմակիցների եւ արմատցիների արձագանքը ոնց է լինում, ասենց ուզում եմ շատ ակտիվ հիշեք այդ պահը, ոնց են գալիս հարցեր տալիս, գալիս են թե չէ, դուք այդ օրինակը զգում եք, որ արդեն օրինակ եք մյուսների համար, որ միջազգային բեմերում մենք
օրինակելի ենք եւ գալիս են մեզ նկարում են, մենք ոսկի մեդալներով ենք հետ գալիս կամ արծաթ կամ այլ մրցանակներով, այդ տուն գալուց հետո եւ Արմաթում եւ տանի ինչ արձագանքներ են լինում։ Մեզ Վրաստանի օդանավակայանում են դիմավորել շատ ջերմ ընկերանայիթ ընկերսետրակը ու դրանից հետո որ եկել ենք տուն, այդպես ծնողները, մեր բարեկամները շատ ջերմորեն մեզ դիմավորել են։ Իհարկե շատ հարցեր են տվել, թե ինչպես է այնտեղ անցկացվել, ինչպիսիք են այնտեղի մարդիկ։ Ու մենք մեր վրա զգում ենք պատասխանատվություն մեծ, որ պետք է մեր այս փորձով կիսվենք հիմիկվա Արմաթի սերնդի հետ, կրտսեր սերնդի հետ, որ հետագայում նրանք էլ են ունենալու հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների, ու իրանք էլ պետք է ունենան այդ փորձը, իմանան թե ինչպես է լինում։ Մեր այնտեղի, այսպես ասած, ստացած գիտելիքներով մենք պետք է կիսվենք հիմա մեր Արմաթի կրտսեր սերնդի երեխեքի հետ, որպեսզի այդ շղթան շարունակենք։ Յուրիկ, ձեր դեպքում փորձառությունը 2 անգամ մրցույթներիններ, երրորդը դեռ չենք ասել։ Մրցույթներից հետ գալու ճամփան շատ ուրախ էր անցնում, քանի որ երբ որ մարզային փուլից այսպես ասած հետ վերադարձանք օդանավակայանում սպասելուց, մեզ եկավ նամակ, որ մենք անցել ենք եզրափակիչ փուլ, եւ այդ լուրը մենք ավելի ուշ ստացանք, քան մեր Հայաստանի բարեկամները ու ընտանիքները։ Շատ ուրախացանք եւ հետ գալուց միանգամից սկսեցինք աշխատել եզրափակիչի համար, ռոբոտը ավելի բարելավելու համար, բայց մինչ աշխատանքները սկսել է մեր դպրոցում Արմաթ աշխատանոցում, այսպես ասած փոքրի միջոցառում կազմակերպվեց, որտեղ կատարեցինք փորձի փոխանակություն, երեխաքի հետ զրուցեցինք, թե ինչ տվեց մեզ Արմաթը եւ ինչ հնարավորություններ տվավ մեզի, որ այսպիսի տեղեր գնացինք։ Յուրիկ, միջազգային մրցույթներից բացի նաև միջազգային այլ միջոցառումների մասնակցության փորձառություն ունես վերջին տարվա ընթացքում կրկին Արմաթով այլ նախագծեր ներկայացնելիս մասնակցել ես Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կազմակերպած էքսպոներից, ցուցադրություններից մեկին։ Ուզում եմ նաև այդ փորձառությամբ կիսվես, թե ինչ տեսակ նախագծեր էիր տարել քեզ հետ եւ թիմով էիք ներկայանում, ինչպիսի միջավայր էր այնտեղ ու այդ անգամ ոչ մրցութային կազմով, բայց այնտեղ ինչ էր կատարվում։ Մի հատ մեզ լուսաբանես նաև այս մասով։ Այդ տեսակի ցուցահանդեսներ կազմակերպվում են ամեն տարի MIT-ում, որտեղ աշխարհի տարբեր տեղերից հավաքվում են մարդիկ եւ ցուցադրում են գիտական նորություններ, ռոբոտներ, ծրագրեր եւ այլն։ Այնտեղ ներկայացել ենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը տեղեկատվական անվտանգության հետ կապված ծրագիր էր, որը իմ եւ իմ արմատցի ընկերոջը ծրագիրն էր։ Բացի դրանից ներկայացրել ենք միջազգային ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոն դարձած Զնգեշային ռոբոտը, որը Սլովենիայում գրավել էր առաջին տեղը, նաև ներկայացրել են խելացի ջերմոց։ Շատ լավ, շնորհակալ եմ, ուզում եմ հասկանալ, թե մասնագիտական առումով ինչ նպատակներ ունեք, եթե արդեն կողմնորոշվել եք եւ որոշել եք, ինչպես եք շարունակելու, հենց ինժեներական ուղղությամբ է լինելու, թե մի փոքր այլ ուղղվածություն կունենա ու որքանով է Արմաթը նպաստել դրան ու վերջին միջազգային մասնակցությունը արդյոք ինչ-որ փոփոխություններ բերեց ձեր որոշումներում, թե ոչ։ Որոշել եմ ուսումը շարունակել տեղեկատվական անվտանգության ուղղությունով, քանի որ ներկա տարում տեղեկատվական հանցագործությունները չափից դուրս շատացել են եւ իմ հետաքրքրությունից, ինչպես նաեւ որպես հետագա մասնագիտություն որոշել եմ դառնալ կիբերանվտանգության մասնագետ, որպեսզի ավելի անվտանգ դառնա ինտերնետը, իսկ այդ որոշման վրա Արմաթը եւ այս իմ մրցույթները ազդել են շատ, քանի որ նրանք են ինձ սովորեցրել թե տեսնել խնդիրը ճիշտ տեսնել, ճիշտ ձևակերպել եւ թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը ճիշտ եւ արագ։ Շնորհակալ եմ, Մարի։ Դու ինչ մտքեր ունես։ Թե դեռ ժամանակ ունես կողմնորոշվելու։ ՏՏ ոլորտը հիմա այս 21-րդ դարում այսպես ասած գրավել է աշխարհը ու ես որոշել եմ որ հենց այդ ուղղությունը կընտրեմ, բայց թե ծրագրավորում թե ինժեներություն դեռևս չեմ որոշել։ Նպատակ ունեմ նաև սովորելու միջազգային համալսարաններում ու Արմաթը շատ օգնում ինձ այդ նպատակին հասնելու համար, այսինքն Արմաթը հենց հիմքն է դրել, որ ես այդ ամենը սկսեմ։ Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, Մարին եւ Յուրիկը
այն արմատցիներից են, որոնք միջազգային հարթակներում փայլել են իրենց թիմերի հետ եւ մեզ բերել եւ ճանաչում միջազգային մրցույթներում եւ նաեւ հաղթանակներով վերադարձել են ու իրենց փորձով, գիտելիքով կիսվում են այստեղի արմատցիների հետ։ Նրանք մեր 17000 ակտիվ ուսանողներից երկուսն են, բայց մենք եւ Հայաստանի մարզերում եւ արտերկրի արմատներում ունենք բազմաթիվ այլ եւ շատ յուրիկներ եւ մարիներ։ Շարունակեք հետևել նրանց ընթացքին եւ մեր ընթացքին ու բացահայտել արմաթի ֆենոմենն ու արմաթի մարդկանց։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար, կհանդիպենք հաջորդ եթերներում։